Հայաստանում սկսվել է բերքահավաքի շրջանը։ Գյուղացին տարվա աշխատանքը հավաքել է, պիտի վաճառի, բայց չգիտի ինչպես ու որտեղ։ Հայկական գյուղմթերքի զգալի մասն արտահանվում էր Ռուսաստան, ինչը պայմանավորված է թե աշխարհագրական դիրքով, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։ Բայց արդեն մի քանի ամիս է հայկական մի շարք ապրանքատեսակների վրա ՌԴ իշխանությունները սահմանափակումներ են դրել։ Արդյունքում ապրանքի մի մասը սպառվում է ներքին շուկայում, մի մասը փչանում է, քանի որ չեն հասցնում իրացնել, մյուս մասի համար էլ արտադրողներն ու արտահանողները փորձում են նոր շուկաներ գտնել։ Թեմա համար մեկի այս թողարկմանը կփորձենք հասկանալ, ինչ խնդրի առաջ է հայ արտադրողը, ինչ լուծումներ են առաջարկվում եւ ինչքանով է իրատեսական նոր շուկաներում հաստատվելու հեռանկարը։ Հայաստանը 2015 թվականի հունվարից Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է Եվրամիությանը ՀՀ անդամակցության հարցը, ինչին ռուսական կողմը պարբերաբար կոշտ արձագանք է տալիս։ 2026 թվականի ապրիլից Ռուսաստանը սկսեց խախտումներ հայտնաբերել հայկական արտադրանքում։ Հետո սահմանափակումները ստացան համատարած բնույթ, տարածվելով լոլիկի, ելակի, կորիզավոր պտուղների եւ ի վերջո հունիսի 12-ին բոլոր կարանտինային ապրանքների վրա։ Չորացրած մթերքում կապրաբզեզ հայտնաբերելու պատճառաբանությամբ։ Կարանտինային են համարվում բուսական ծագում ունեցող այն բոլոր մթերքները, որոնք կարող են տվյալ երկրի էկոհամակարգ տեղափոխել վտանգավոր հիվանդություններ կամ վնասատուներ։ Մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցվել նաև Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա, քանի որ նորմերի խախտումներ են հայտնաբերվել։ Առանձնահատուկ էր նաև հայկական ջերմուկ հանքային ջրի շուրջ ստեղծված իրավիճակը, որի միլիոնավոր շշերի իրացումը կասեցվեց ռուսական շուկայում։ Թեև Սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարեց, որ գործարանում որևէ շեղում կամ խախտում չի հայտնաբերվել, ռուսական կողմը պնդեց, քիմիական բաղադրիչները գերազանցում են նորման։ Չնայած ստեղծված իրավիճակին, պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Մոսկվայի հետ հարաբերություններում խնդիրները պետք է լուծվեն հանգիստ աշխատանքային հարթությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ էլ մենք եղբայրաբար բարեկամաբար համբերատար կքննարկենք այնքան առանց վիճաբանությունների մեջ մտնելու, առանց առանց նյարդի հանգիստ հանդարտ կքննարկենք եւ կկարգավորենք այն հարցերը, որոնք պետք է կարգավորենք։ Այս քննարկումների արդյունքների մասին սակայն չի խոսվում։ Փոխարենը առաջարկվում է դիտարկել նոր շուկաներ, օգտվել նոր հնարավորություններից։ Կառավարության վերջին նիստերում քննարկվել են գյուղատնտեսական ոլորտին, արտադրողներին ու արտահանողներին աջակցման մի քանի ծրագրեր։ ՌԴ սահմանափակումների հետևանքները մեղմելու հարցը դուրս չի գալիս օրակարգից։ Նախագծի մշակումը եւ իհարկե ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար Ռոսիխոզնազորի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնություն տրամադրելու անհրաժեշտությամբ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր եւ 91.5 հեկտար տարածքով ջերմատնային տնտեսություններ են հիմնվել կամ հիմնվում։ Չնայած աջակցության այս ծրագրերին, արտադրողներն ասում են, որ դրանք ավելի վաղ պետք է սկսվեին, որպեսզի գործարարները հասցնեին պատրաստվել արտահանմանը։ Մենք ոչ մասնագետներ ունենք, ոչ միջոցներ ունենք, ոչ էլ ժամանակ ունենք։ Այսինքն այս տնային աշխատանքը մենք պետք է անենք որ հիմա սուբսիդավորում ինչ որ ազատ էկոնոմիկի գոտիներ եւ այլն որ հիմա ասենց արագ անում են, այդ պետք էր արվել 3 տարի առաջ գոնե։ Այլ ոչ թե ասենց գիտեք, այ հիմա բանը սկսում ենք արտանենք Եվրոպա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սակայն տեմպերից գոհ է։ Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակում մեր տնտեսությունը ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս եւ մենք ուզում ենք այս եւ նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել։ Այլընտրանքային ուղղությունների փնտրտուքով պաշտոնական Երևանը հայացքն ուղղեց դեպի Եվրոպա։ Եվրոպական միությունն արդեն հայտարարել է Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն տրամադրելու մասին առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու համար։ Ի աջակցություն եվրոպացի դիվանագետները սոցցանցերում հրապարակումներ են անում։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ջերմուկ խմել է առաջարկում։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսն էլ հայտարարում է, որ հայկական ծիրանն արդեն հասել է Եվրոպա։ Բայց արդյոք հայկական արտադրանքը եվրոպական շուկաներում հաստատվելու իրական հնարավորություն ունի։
ԵՄ արտահանման պաշտոնական ուղեցույցը հստակեցնում է. Եվրոպական շուկա մտնելու համար լաբորատոր խիստ ստուգումներ է անհրաժեշտ անցնել եւ պահպանել բուսասանիտարական չափանիշները։ Ճանապարհը երկար է, ստանդարտները բարձր։ Բայց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայանի կարծիքով հիմա եւ ֆրանսիացի եւ հայ ֆերմերները նույն հնարավորություններն ունեն։ Այլևս անցել են ժամանակները, երբ որ մենք ասում ենք, որ հայկական արտադրանքը Եվրոպայի մրցունակ չէ որակական առումով։ Դիցուկ, մեկ օրինակ բերեմ։ Հայաստանում կան հարյուրավոր հեկտարներով ջերմատներ, որոնք մեկը մեկի նույնն են, ինչը հոլանդականն է, ֆրանսիականն է, գերմանականն եւ այլն։ Այսինքն ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, անգամ կառուցապատողը ֆրանսիական ընկերություն է։ Հերիք չի տեխնոլոգիան օրինակ ֆրանսիականա, ճապոնականա, գերմանականա է, կառուցապատող աշխատողները հայաստանցիներ չեն։ Ֆրանսիացիներ գալիս են, կառուցապատում են, գնում են։ Պապայանը միևնույն ժամանակ չի հերքում, որ եվրոպական շուկայից աշխարհագրորեն հեռու լինելը նկատելիորեն ավելացնում է ծախսերը, նվազեցնում մրցունակությունը։ Բայց որակել արտադրանքը կառավարության կարծիքով իր տեղը կգտնի շուկայում եւ որևէ խնդիր չի ծագի սպառողին հասնելու ճանապարհին։ 8 տարի մենք մեր տնտեսվարողներին աջակցում ենք, խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի ապրանքները բերեն ստանդարտի։ Սրա մասին այս դահլիճում տասնյակ անգամներով խոսել ենք եւ հիմա եկել այն պահը, որպեսզի մենք հասկանանք ովքեր են այդ հորդորներին եւ աջակցության ծրագրերին արձագանքել, ովքեր չեն արձագանքել։ Ես վստահ եմ, որ նրանք ովքեր արձագանքել են, ընդհանրապես ոչ մի խնդիր չեն ունենալու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով էլ ԵՄ արտահանումն այնքան գրավիչ է, որ գուցե շուտով այլ խնդրի առաջ կանգնենք։ Ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ ասենք ենթադրենք Երևանից մարդիկ չզանգեն, էլի Փարիզ իրանց բարեկամներին ասեն մի քիչ մեծ ծիրան ուղարկեք։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2025 թվականի տվյալներով Հայաստանի արտահանման 38.4%-ը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին, 7.9%-ը ԵՄ երկրներին, 53.7%-ն էլ այլ երկրներին։ Վերջին 10 տարիներին Հայաստանի արտահանման կառուցվածքում ԵՄ-ի կշիռը խիստ նվազել է։ Համեմատության համար 10 տարի առաջ ԵՄ-ին բաժին էր ընկնում արտահանման 28%-ը։ Տարիների ընթացքում ավելացել է ԵԱՏՄ-ի կշիռը։ Վերջին 3 տարիներին կտրուկ աճել է այլ երկրների մասնաբաժինը, ի հաշիվ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարվող վերարտահանումների։ Պետական սուբսիդիաներն ու միջազգային օգնությունը փոխհատուցում են տնտեսվարողների ընթացիկ ծախսերի մի մասը, սակայն խնդրի երկարաժամկետ լուծման համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ եւ կառուցվածքային փոփոխություններ։ Շուկաների իրական եւ կայուն դիվերսիֆիկացումը պահանջում է տևական ժամանակ, լոգիստիկ ենթակառուցվածքների վերակառուցում եւ արտադրության համապատասխանեցում միջազգային խիստ պահանջներին։ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը տնտեսվարողների համար դարձել է հարկադրված շրջադարձային կետ, սեփական արտադրանքի որակն ու աշխարհագրությունը վերանայելու ճանապարհին։ Եվ միայն ժամանակը ցույց կտա, արդյոք կզանգահարենք Փարիզի մեր բարեկամներին եւ կխնդրենք մի քիչ ծիրան ուղարկել Հայաստան։ Թեմա համար 1-ի հաղորդումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հետևեք մեզ նաեւ սոցցանցերում։ Եվ եթե կարևորում եք մեր աշխատանքը, աջակցեք նաեւ մեր Patreon-ին, ամսական վճարելով սկսած ընդամենը $2-ից։